Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել։ Եվ այդ իրադարձությունից ավելի քան 100 տարի անց Հայաստանը կանգնած է նույնանման սպառնալիքների ու մարտահրավերների առջև։ Armenpress-ի զրույցում Նիկոլա Բեյն անդրադարձավ ԵՄ Հայաստան հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Որպես ֆրանսիացի ու եվրոպացի կարող եմ փաստել, որ մենք եւ Եվրոպական միությունը համերաշխ ենք Հայաստանի հետ, եւ այդ համերաշխությունը հիմնված է ընդհանուր քաղաքակրթության վրա, որ մենք կիսում ենք։ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որն էլ հենց կապ է ստեղծում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության ժողովուրդների միջև։ Մյուս կողմից աշխարհաքաղաքական դիրքով պայմանավորված Հայաստանը մշտապես գտնվում է սահմանակից Ադրբեջանի եւ Թուրքիայի թիրախում, որոնք ցանկանում են վերստեղծել մեծ օսմանյան կայսրությունը։ Որպես ֆրանսիացիներ ու եվրոպացիներ մենք պետք է լինենք հայերի կողքին եւ երբեք նրանց մենակ չթողնենք, ասել է Բեյը։ Եվրախորհրդարանի պատգամավորը հավելեց, որ 105 տարի հետո էլ բոլորն ականատես են լինում նույն մարտահրավերներին ու ագրեսիայի դրսևորումներին։ Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական գրավումն ու հայաթափումը դրա ապացույցն է։ Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք եւ հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացում է։ Կան եվրոպական կառույցներ, կան որոշ երկրներ, որոնք ելնելով իրենց տնտեսական ու քաղաքական շահերից անտեսում են այդ խնդիրները։ Բայց մենք իրապես մեր Երաշխությունն ու աջակցություն ենք ցուցաբերում հայերին, ներկայացնելով իրականությունն ու բարձրաձայնելով այն խնդիրները, որոնք հուզում են հայ ժողովրդին, ասել է Նիկոլա Բեյը։ Նրա դիտարկմամբ այն, որ Ադրբեջանն ազատ չի արձակում հայ գերիներին, ագրեսիայի եւս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չկա տարածքային կոնֆլիկտ, կան սահմանների հետ կապված քննարկումներ, բայց պատմական իրողությունն այն է, որ Արցախի ժողովուրդը նրա պնդմամբ պետք է ունենա իր տարածքում անվտանգ ապրելու հնարավորություն։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու այն իրողությանը, որ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի բովանդակությունը, Նիկոլա Բեյը նշեց, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի կողմից արկա է խաղաղության շատ լեգիտիմ ձգտում եւ առհասարակ հայերի անվտանգությունը պետք է լինի կարևոր նախապայման։ Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանի կառավարությունը փորձում է կյանքի կոչել խաղաղության պայմանագիրը, խուսափելով վիճահարույց խնդիրներից, բայց Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ, խոչընդոտում է գործընթացը եւ նույնիսկ հավակնություններ է դրսեւորում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ակներև է, որ Ադրբեջանը առաջ քաշելով նոր նախապայմաններ, ըստ էության չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ դրանով իսկ տապալում է կարգավորման գործընթացը։ Խաղաղության պայմանագիրն իհարկե ցանկալի է, բայց այն պետք է հիմնված լինի երկու կարևոր եւ անբեկանելի բաղադրիչների վրա, որոնցից մեկը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, իսկ մյուսը հայ ժողովրդի անվտանգությունը, նշել է պատգամավորը։ Նիկոլա Բեյը փաստեց, որ Հայաստանը մշտապես խաղաղություն է ցանկացել եւ այդ առումով կարող է ունենալ միջազգային հանրության եւ միջազգային կառույցների անվերապահ աջակցությունը։ Ըստ Եվրոխորհրդարանի պատգամավորի, Ֆրանսիան ու եվրոպական երկրները, որոնք հանձնառու են քրիստոնեական արժեքները պահպանելու գործում, համերաշխ են Հայաստանի հետ։ Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, պատգամավորը շեշտել է, որ եվրոպացիները, մասնավորապես ֆրանսիացիները, հաշվի առնելով քաղաքակրթական ու քրիստոնեական արժեքները, ցանկանում են, որ Հայաստանը մշտապես լինի հարգված ու պաշտպանված, որ առաջիկա տարիներին ամրապնդվեն քաղաքական, տնտեսական, ֆինանսական եւ առևտրային կապերը Հայաստանի հետ։ Կարծում եմ, որ վիզաների ազատականացումը կարող է նպաստել եվրոպական ժողովուրդների եւ հայերի միջև կապերի սերտացմանը։ Եվ քանի որ ունենք ընդհանուր քաղաքակրթական հենք, հետեւաբար կողմ ենք վիզաների ազատականացմանը, միաժամանակ ստեղծելով անվտանգային պայմաններ։ Բայց այդ ամենը պետք է ցույց տալ ոչ միայն խոսքով, այլև գործով։ Եվրոպական ժողովուրդների եւ հայերի միջև ազատ տեղաշարժի հեշտացումն անկասկած պետք է լինի այդ կապերի ամրության կարևոր բաղադրիչը։ Առավել եւս, որ վիզաների ազատականացումը շատ լեգիտիմ գործընթաց է։ Ֆրանսիայի հայ համայնքի օրինակով ունենք լավ փորձ։ Հայերը մեր համերկրացիներն են, ունեն Ֆրանսիայի քաղաքացիություն, աշխատասեր են եւ շատ մեծ մշակութային հարստություն են տվել մեր երկրին։ Եզրափակեց Եվրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը։